արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը սովոր է, որ պետքա գիշերվա կեսին մթության քողի տակ, հանցագործի նման, գողանա ժողովրդի վստահության քվեն, ոնց գիշերվա կես անվավեր ճանաչեցին տեղամասերի արդյունքները, նույն կերպեր հիմա գողանում են ձեր քվեն, ամոթ, 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 սիրելի ժողովուրդ, ամենալկտի ու այլանդակ ձևով կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը իրեն հռչակում է կոլեգիալ մարմին, ոտնահարում է մեր հայրենակիցների, 3000-ից ավել մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը, որևէ հոդաբաշխ բացատրություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կոչվող Վահագն Հովակիմյանը, ով ըստ տարբեր շրջանառվող լուրերի իր տան նկուղում արդեն բունկերա պատրաստում, ու շատ ճիշտ է անում, որ բունկերա պատրաստում, բայց էդ էլ չի փրկելու, չի կարելի նման կերպ վարվել ժողովրդավարության հետ, դուք եք խոսում, այ իշխանության կամակատարներ, դուք եք խոսում ժողովրդավարությունից, դուք եք խոսում արդարությունից, ոնց կարելի է նման արհամարական վերաբերմունք ունենալ մեր ժողովրդի ընտրություն կատարած մեր հայրենակիցների քվեի նկատմամբ, սա ամենավերջին մակարդակի լկտիություն է, որովհետև ակնհայտ է, որ կոնկրետ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղորդվում է մեկ մարդու կողմից, ու այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ու առավել քան ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացը կոնկրետ ուղղված էր ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ։ Այս ամբողջ գործընթացի հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի միակ նպատակը թույլ չտալն էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք սարսափած եք հավաքական ընդդիմության գաղափարից, որովհետև ձերը պառակտելն է, ձերը սև ու սպիտակի տարանջատումն է, ձերը մարդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանելն է, բայց ժողովրդի այս ցասումը, ժողովրդի այս ամոթանքը դուք այս շենքում թառած պաշտոնյաներ ստիպված եք լինելու հանդուրժել ձեր ամբողջ կյանքի ընթացքում, դա ասել եմ նիստերի դահլիճում, որ այս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, որ դարձել եք իշխանությունների ձեռքի գործիք, որոնց օգտագործում են, բայց բոլորը գիտեն, թե օգտագործվելուց հետո նրանց հետ ինչ են անում։ Ամոթ ձեզ!